Օսկարի գիշերը Լոս Անջելեսում անցկացվող ամենաշքեղ եւ կարեւոր միջոցառումներից մեկը լեգենդար Էլթոն Ջոնի գլխավորությամբ անցկացվող դրամահավաք ճաշկերույթն է, որի ընթացքում կատարված բոլոր հանգանակություններն ուղղվում են մարդասիրական տարբեր ծրագրերի իրագործմանը։ Մինչ օրս նման դրամահավաք ճաշկերույթի ընթացքում հնարավոր է եղել հանգանակել շուրջ 56 միլիոն դոլար։ Այս տարվա սակայն առանձնահատկություններից մեկը այն է, որ հիմնադրամը նշում է իր գործունեության 25-ամյակը եւ որ ամենակարևորն է, հենց այսօր հարյուրավոր հոլիվուդյան աստղերի ներկայությամբ ցուցադրվում է հայոց ցեղասպանության մասին պատմող The Promise խոստումը ֆիլմը։ Լեգենդար Էլթոն Ջոնը US Armenia-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում ասաց, որ չափազանց կարևոր է, որպեսզի հայոց ցեղասպանությունը ճանաչեն ու դատապարտեն բոլորը։ Միացյալ Նահանգների ամենահայտնի ազդեցիկ եւ հարուստ դեմքերը ժամանում են լեգենդար Էլթոն Ջոնի կազմակերպած դրամահավաք ճաշկերույթին։ Էլթոն Ջոնի ղեկավարությամբ ստեղծված հիմնադրամը տոնում է գործունեության 25-ամյա հոբելյանը։ Մինչ օրս բարեգործական տարբեր ծրագրերի միջոցով հնարավոր է եղել միլիոնավոր դոլարների օժանդակություն ցուցաբերել մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Այս գաղափարը հոլիվուդյան աստղերի համար հոգեհարազատ է։ Bulgari եւ Hilton կայսրությունների առաջին դեմքերը ասում են, պետք է կարողանալ օգնել նրանց, ովքեր դրա կարիք ունեն։ Bulgari-ի համար շատ կարևոր է աջակցել նմանօրինակ ծրագրերի իրականացմանը եւ պատահական չէ, որ այսօրվա միջոցառման գլխավոր հովանավորն է Bulgari-ին։ 2009 թվականից մինչ օրս մենք 55 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր ենք իրականացրել եւ մենք տարիներ շարունակ աջակցել ենք Էլթոն Ջոնի հիմնադրամի աշխատանքներին։ Մենք ուրախ ենք, որ կարող ենք փոխել մարդկանց կյանքը։ Hilton հիմնադրամի համար եւս բարեգործությունը առաջնային է։ Հրաշալի է, երբ մարդիկ բարեգործական ծրագրեր են իրականացնում։ Մենք ուրախ ենք այսօր այստեղ ներկա գտնվել։ Շնորհավորում եմ Էլթոն Ջոնին հիմնադրամի գործունեության 25-ամյա հոբելյանի առիթով։ Նրանք գեղեցիկ են, շքեղ, սիրված եւ ազդեցիկ, յուրաքանչյուր օր միլիոնավոր մարդիկ հետևում են նրանց ամեն քայլին։ Նրանք հոլիվուդյան աստղերն են, որոնք այս երեկոյի ընթացքում կրում են ամենաթանկ զգեստներն ու միլիոնավոր դոլարների հասնող ոսկյա զարդեր։ Անկրկնելի եւ գեղեցիկ, Շարոն Սթոնն ասում է, չպետք է լինել անուշադիր այն մարդկանց հանդեպ, ովքեր մեր օգնության կարիքն ունեն։ Ամերիկյան հասարակության զգալի հատվածը տառապում է այս կամ այն առողջական խնդիրներով։ Նրանք մեր օգնության կարիքն ունեն։ Պետք է ընդունել դա եւ լինել կարեկից։ Մենք այսօր այստեղ ենք ասելու, որ անտարբեր չենք դիմացինի հանդեպ։ Հրաշալի է այսօր այստեղ ներկա գտնվելը, գեղեցիկ երեկո է։ Ինձ համար մեծ ուրախություն է այսօր ներկա գտնվել Էլթոն Ջոնի գլխավորությամբ անցկացվող այս գեղեցիկ միջոցառումը, քանի որ շատ կարևոր է նպաստել բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Ամբողջ աշխարհում այս ծրագրերից օգտվում են։ Առաջին անգամ եմ այստեղ եւ շատ շնորհակալ եմ։ Օրվա ամենասպասված եւ պատմական պահն է հոլիվուդյան հարյուրավոր աստղերի, Միացյալ Նահանգների ամենահայտնի հասարակական, քաղաքական եւ գործարար աշխարհի առաջին դեմքերի ներկայությամբ ներկայացվում է հայոց ցեղասպանության մասին պատմող The Promise խոստումը ֆիլմը։ Ձեռնարկի իրականացմանը մեծապես աջակցել են հայ բարերարներ Վաչե եւ Ռաֆի Մանուկյանները։ Էլթոն Ջոնն ասում է, մենք այստեղ ենք ասելու, որ ցեղասպանության փաստը մոռացված չէ։ Մանուկյանների ընտանիքի եւ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես եւ հիմնադրամի նախագահ Դեյվիդը ավելի շատ ենք տեղեկացել հայոց ցեղասպանության մասին։ Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները եւ սովորել սխալների վրա։ Մեզ համար մեծ պատիվ է կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնել մեծ բարերար Քրք Քրքորյանի միջոցներով նկարահանված այս ֆիլմը։ Այսօր պատմական օր է։ Ֆիլմի ցուցադրությունից հանգանակված ողջ գումարն ուղղվելու է մարդասիրական ծրագրերի իրականացմանը։ Գաղափար, որ կկիսեր նաեւ մեծ բարերարը։ Ոչ ոք եւ ոչինչ մոռացված չէ։ Սա է խոստումը ֆիլմի գլխավոր մեսիջը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն իմանան այն ամենի մասին, ինչ պատահեց հայերի հետ ցեղասպանության տարիներին։ Անհամբերությամբ սպասում եմ խոստումը ֆիլմի առաջին դիտմանը։ Որպես խոստումը ֆիլմի պրոդյուսեր, ինձ համար մեծ հպարտություն է տեսնել, որ այսօր հարյուրավոր հայտնի մարդկանց հետ Էլթոն Ջոնն ու Դեյվիդը ներկայացնում են հայոց ցեղասպանության մասին պատմող խոստումը ֆիլմը։ Եվ սա ցույց է տալիս, որ հայոց ցեղասպանության խնդիրը իր մեջ մեծ մարդասիրական սկզբունքներ է պարունակում։ Օրվա գլխավոր կարգախոսն է՝ պահել խոստումը, հավատարիմ մնալ խոստմանը, երբեք չմոռանալ անցյալը, սովորել անցյալից եւ չկրկնել այն։ Մենք ցանկանում ենք կիսել այս պատմությունն աշխարհի հետ ու ասել, որ սա բոլորի պատմությունն է։ Մեծ հպարտություն է այսօր այստեղ ներկա գտնվել։ Ողջ հայերը ամբողջ աշխարհում սպասում են խոստումը ֆիլմի առաջին ցուցադրությանը։ Սա մեր մեծ ցուցադրության կարելի է ասել սկիզբն է։ Հրաշալի երեկո է, հարյուրավոր աստղեր կիմանան հայոց ցեղասպանության ֆիլմի մասին։ Promise-ի ամենակարևոր մեսիջը այն է, որ երբեք չպետք է մոռանալ այն ամենն, ինչ պատահել է հայերի հետ եւ կիսել նրանց մտահոգությունը։ Ճանաչել 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն։ Պատմական եւ մեծ արժեք է ներկայացնում այս ֆիլմը,
ողջ հայ ժողովրդի համար։ Որպես ֆիլմում նկարահանված դերասանուհի մեծ ուրախություն է ինձ համար այսօր այստեղ ներկա գտնվելը եւ հայոց ցեղասպանության ֆիլմը գրավել է բոլորի ուշադրությունը։ Մենք ուրախ եւ հպարտ ենք, որ ֆիլմից ստացված ողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների համար։ Հայ մեծ բարերար եւ հայտնի գործարար Վաչե Մանուկյանի դուստրը Սիրան Մանուկյանը հպարտ է տեսնել, որ այս գեղեցիկ միջոցառման ընթացքում ներկայացվում է հայոց ցեղասպանության մասին պատմող Խոստումը ֆիլմը։ Խոստումը հրաշալի ֆիլմ է, որ հնարավորություն կտա եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը սևեռել հայոց ցեղասպանության խնդրի վրա։ Ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի ունեցավ։ Ֆիլմը շատ զգացմունքային է եւ հնարավորություն կտա, որպեսզի աշխարհում բոլորը իմանան հայոց ցեղասպանության մասին։ Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ։ Մենք շատ մտերիմ ենք Էլթոն Ջոնի հետ եւ շնորհակալ ենք նրան այս գեղեցիկ երեկոն կազմակերպելու եւ հայոց ցեղասպանության խնդրի մասին խոսելու համար։ Հոլիվուդում հայտնի հայերը շատ են։ Ռևն ու Կլաուդիան աշխատում են Էլթոն Ջոնի եւ Էլեն Դեջեներեսի համար։ Ներկա են եղել բազմաթիվ աստղային միջոցառումների, բայց այս մեկը առանձնահատուկ է նրանց համար։ Ասում են, հենց այս երեկոյի ընթացքում է ներկայացվելու հայոց ցեղասպանության մասին պատմող Խոստումը ֆիլմը։ Անգլիայից Միացյալ Նահանգներ տեղափոխված Կլաուդիան նշում է, որ Էլենի համար աշխատելը երազանքի իրականացում է եղել։ I feel շատ բախտավոր եմ, որ մտեղ եմ կարող ամեն օր այդամ, որ ամենին շատ ուրախություն ամենին բերում։ So նույն ձևով որ կամ ժողովուրդներն են գայսն կամ գործավորները, it's a wonderful place to call work. It's about time որ sensi մեծ film, որ իշքան կարևոր topic-ը ֆիլմեն սարքել on a big platform because imam other filmeren ela, but I think Esmeka with the cast and the background of the cast and the studios that it's with, I think shot Garvor and Naluvor as film globally nationalized. Ես աշխատում եմ կինոարտադրության բնագավառում հիմնականում Warner Brothers-ի եւ Elton John-ի համար, որպես հայ մեծ հպարտություն եմ զգում այսօր այստեղ ներկա գտնվելու համար։ Շնորհակալ ենք Elton John-ին, որ խոսում է հայոց ցեղասպանության խնդրի մասին։ Այս ֆիլմի ցուցադրումը այս երեկոյի ընթացքում մեծ հպարտություն է եւ աշխարհը այսպիսով ավելի լավ կիմանա հայերի հետ տեղի ունեցածի մասին։ Ուրախ ենք, որ 100 տարի անց ներկայացվում է հոլիվուդյան չափանիշներին համապատասխան նկարահանված ֆիլմ։ Ներկաները միջոցառումից հեռանում են մեծ տպավորություններով։ Very happy. It's a beautiful night. Շատ ուրախ ենք այսօր այստեղ ներկա գտնվելու համար եւ սատարելու այն մեծ գաղափարներին, որ Elton John-ն իրականացնում է։ 25 տարի է Elton John-ի գլխավորությամբ իրականացվում են բազմաթիվ բարեգործական ծրագրեր։ Մենք ուրախ ենք մաս կազմել այս պատմական իրադարձությանը։ Մենք որպես հոլիվուդյան հայտնի դեմքեր ուրախ ենք միանալ Elton John-ին եւ այն մարդասիրական գաղափարներին, որ նա իրականացնում է։ Միլիոնավոր դոլարների հանգանակություն է կատարվել մինչ օրս այդ նպատակների համար։ Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու համար, այնինչ որ Elton John-ն է անում, դա օրինակ պետք է լինի բոլորի համար։ Համատեղել արվեստն ու բարեգործությունը, բարեգործություն եւ մարդասիրական գաղափարներ։ Այս նպատակներն էին համախմբել հոլիվուդյան աստղաբույլին, որոնք համոզված են, որ նման ծրագրերը պետք է շարունակական լինեն։ Արմինե Ամիրյան, Վահան Ավետյան, US Armenia, Los Angeles։